Կանան ավելի վաղ եք այստեղ եւ արդեն քաղաքացիների ակտիվ հոսք կար։ Ինչ ակնկալիքներով են այսօր քաղաքացիները գալիս այստեղ եւ ձեզ հետ զրույցներում ինչ են փոխանցում։ Շատ մեծ ակնկալիքներով, դուք ինքներդ տեսնում եք, որ մարդիկ հավաքվում են տարբեր կողմերից, որովհետեւ հույս ունենք, որ այսօր արդարությունը վերջապես վերականգնվելու է, արդարադատությունը վերակենդանանալու է եւ մեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լինելու է ազատության մեջ, որովհետեւ սա մեզ բոլորիս հայության համար շատ մեծ ցավ է, որ մեծանուն մարդը Սամվել Կարապետյանը գտնվում է անազատության մեջ եւ այս ընտրական process-ին ամոթ կլինի հայ ժողովրդի համար, որ Սամվել Կարապետյանը մասնակցի տնային կալանքի պայմաններում եւ մեծ հույսեր ունենք ու ժողովուրդն էլ այսօր համախմբվել է, հավաքվել է, որ այդ հույսերի տեր կանգնի, պահանջի, որ փոփոխություն կատարվի եւ Սամվել Կարապետյանը լինի ազատության մեջ։ Պարոն Գևորգյան, ամեն դեպքում նախորդին հանրայնացվեցին ձայնագրություններ, եղան ձերբակալություններ, կանոնավորման մեկ դրվագ կարծեմ, մնացածը տնային կալանքի ռեժիմ, չէ՞, այդպիսի որոշումներ եղան։ Արդյոք սա միտումնավոր չարվեց հենց այս փուլում, որպեսզի ֆոն ստեղծեն, որ այո, նաև կուսակցության առաջնորդը պետք է շարունակի մնալ կալանքի ռեժիմում։ Մենք բազմիցս ենք նշել, որ ներկայիս իշխանությունները պատրաստ են ու ընդունակ են իրականացնել այնպիսի սցենարներ, ինչպիսիք որ տեսնում ենք։ Այսինքն սրանք վախի դրսևորումներ են, իշխանության կողմից վախի դրսևորումներ են, ճնշումների միջոցով, ձերբակալությունների, կեղծ տեղեկատվության միջոցով փորձում են մարդկանց մեջ վախի մթնոլորտ սերմանել, որպեսզի կարողանան կասեցնել մեր առաջընթացը, բայց մենք փաստում ենք ամեն օր մեր շարքերի ավելացման, ուժեղ Հայաստանի ավելի ուժեղացման, որ մենք առաջ ենք գնում եւ մենք պայքարելու ենք ու ամեն բան անելու ենք, որպեսզի եւ արդարությունը վերականգնվի եւ ուժեղ Հայաստան լինի եւ ներկայիս իշխանությունները իրենց այս արարքների համար զղջան, որովհետեւ հայ ժողովուրդը պահանջում է փոփոխություն, բոլորը ցանկանում են փոփոխություն եւ մեր երկրին պետք է փոփոխություն։ Անուն փոփոխության պիտի համախմբվենք ու միասնաբար լինենք։ Այսինքն ձայնագրությունները աղճատված էին, կեղծ էին, այդպես է։ Անշանակ դուք ինքներդ տեսաք, որ Հումաշյան Գոհարի հետ կապված, որ դրանք այնպես չի, որ ձայնագրությունները, որոնք որ իրենք հրապարակում են, մենք բազմիցս տեսել ենք, իրենք ինչպիսի ձեռագիր ունեն, ու այդ ձայնագրությունները ոնց կարող են մոնտաժել, ոնց կարող են կեղծ տեղեկատվություն տարածել, ոնց կարան ժողովրդի մեջ փորձել տրամադրություններ փոփոխել։ Բազմիցս ոչ միայն այս դեպքերի, այլ դրանից առաջ էլ մենք բազմիցս տեսել ենք, թե ինչի են ընդունակ ու ինչ քայլերի են դիմում, որպեսզի փորձեն ժողովրդի մեջ տրամադրությունները խափանեն, տրամադրությունները փոփոխեն, բայց մեր ժողովուրդն արդեն քաղաքականապես գիտակցապես առողջ է եւ պատկերացնում է, որ այն ինչ որ այս իշխանությունների կողմից սոցիալական մեդիայում ու ընդհանրապես մեդիայում հրամցվում է ժողովրդին, մեր ժողովուրդը կարողանում է թացը չորից տարանջատել, հասկանում է, որն է ճիշտ եւ որն է սխալ։